Նիկոլ Փաշինյան։ Մի բան խնդրեմ, ներքաղաքական հարցեր չտակ, կարծում եմ ճիշտ տեղը չի։ Հնարավորություն կունենանք հանդիպել։ Գիտեք, ուղերձ ես կապեմ միգուցե վերջի այս մի քանի տարվա հետ։ Փաստորեն կրել ենք ծանր պարտություն պատերազմի ժամանակ եւ այս իշխանությունը այդ պարտությունը անընդհատ շարունակաբար մի process է վերածել։ Անընդհատ շարունակաբար ավելի քան 4 տարի մենք գտնվում ենք այդ շրջանում։ Անընդհատ ինչ որ բան զիջել, բան տալ, բանից հրաժարվել, ուղղակի մաշեցնող մի երևույթ է մեր ժողովրդի համար։ Իսկապես շատ ծանր եւ մաշեցնող։ Եվ միգուցե նաեւ այս ֆոնի վրա ցեղասպանության ուրացումը շատ ավելի ծանր ընկալում է ստանում շատ-շատերի մոտ։ Պարոն Քոչարյան, երեկ Արթուր Հովհաննիսյանը ազգային ժողովում ճապասույցների ժամանակ ցեղասպանությանն եմ անդրադառնում։ Ասեց մոտիկ չգաք ցեղասպանության թեմային ու չփորձեք դիվիդենտներ շահել։ Մեր արձագանքը, այսինքն իրենց արձագանքը շատ խիստ է լինելու։ Ինչու համար չգաք, այո, Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը օրակարգից դուրս բերելու, ինչպես նաև սակարկման համար։ Լուրջ, ես պիտի այդ հիմարությունը պարզաբանեմ։ Կարծում եմ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի մեջ մտցնող հենց ես եմ եղել եւ իմ ժամանակաշրջանում ամենից մեծ քանակով երկրներն են ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Եվ երբ որ գիտեք մարդիկ, որոնք ուղղակի մատին չեն դրել այս հարցերի համար հիմար դուրս են տալիս, պատրաստ չեմ մեկնաբանելու։ Նախագահ Նիկոլ Փաշինյանը հրաժարումի մասին այսօր ակնարկներ են արվում, բայց եւ փակ կստացվի իշխանությունների մոտ նաեւ այս կարմիր գիծը անցնել։ Ընդհանրապես եւ այդ ուղղությամբ ջանքերը եւ ընդհանրապես ցեղասպանության ուրացումը բերելու է նրան, որ ուրանալու են մարդիկ, ովքեր փորձում են դա անել։ Իրենք են մոռացվելու մեր ժողովրդի կողմից։ Պնդում են, որ դատապարտել է Հանրապետության հրապարակում Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշներն այրելը եւ դա սադրիչ քայլ է համարում։ Եվ խոսնավարում կրակոցները Ես ձեզ հիշեցնեմ 15 թվականին, երբ Ռուսաստանի դեսպանատան մոտ Ռուսաստանի դրոշն էին փորձում վառել, հետո ոտնատակ էին տվել, հենց այն մարդիկ, ովքեր այսօր զբաղեցնում են երկրում բարձրագույն պաշտոններ։ Արտգործնախարար, վարչապետի օգնականներ, մամուլի նախկին քարտուղարներ եւ այլն։ Եթե ընդհանրապես դա անթույլատրելի քայլ է, ապա հարց է առաջանում կրկնակի ստանդարտները Ռուսաստանի նկատմամբ եւ Թուրքիայի նկատմամբ կիրառել են թե ոչ։ Ուղղակի ամոթ է այդ թեմայի շուրջ ընդհանրապես իրենք գոնե իրավունք չունեն խոսալու։ Նախագահ կրկնակի ստանցները խոսնավարում կրակոցները Նիկոլ Փաշինյանը կապել էր հենց դրոշների այրման հետ։ Այդ կրակոցները թշնամու են։ Մեկ ամիսա պատրաստվում են, հա, այդ որ դրոշերը պիտի այրվեն եւ մեկ ամիս նախապատրաստական կրակոցներ էին, հա։ Իրականացնում այդ լավ աբսուրդների դաշ չմտնենք էլի։ Պարոն նախագահ, երկակի ստանդարտների մասին խոսեցիք, երկակի ընկալումներ կա նոյեմբերի 9-ի փաստաթղթի շուրջ։ Ինչ տեսակետ ունեք այս փաստաթղթի առնչությամբ, ինչ պիտի արվի դրա հետ։ Մի քիչ շատ խորացանք, ես ձեզ խոստանում եմ եւս մեկ մեծ մամուլի ասուլիս կանեմ կամ կհանդիպեմ լրագրողների հետ եւ բոլոր այդ հարցերի պատասխանները կտամ։ Դա արդեն մտնում ենք ավելի շատ sense մի քիչ ներքաղաքականի մեջ, այո, ճիշտ է, ասեմ փոխկապակցված եմ, բայց չեմ կարծում, որ սա այնտեղն է, որտեղ ոտի վրա պետք է փորձել բոլոր հարցերը շոշափել, ուղղակի ճիշտ է։ Շնորհակալություն։